Կրկին անգամ ասում ենք Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց մեզ եւ ձեզ մեծ ավետիս սա ուրախության տոն է սա ուրախ տոն է մենք համարցակ կարող ենք ում փողոցում տենանք ուրախ ասենք Քրիստոսը ծնվեց եւ հայտնվեց ինչի որովհետեւ սա ոչ թե մի փոքր խմբի տոն է սա ոչ թե մի ազգի տոն է ոչ թե անգամ քրիստոնյաների տոնն է սա ամբողջ մարդկության տոնն է եւ ամբողջ մարդկության համար ուրախության տոն է մենք այս ծննդյան տոնին որ Տեր Հիսուսի ծնունդը տոնում ենք սա ոչ թե Աստծո համար ուրախանալու առիթ է թեև Աստված ուրախանում է այս օրով այլ սա մեզ համար ուրախության առիթ է որտեղ մենք գնահատում ենք արժևորում ենք այն ինչ որ կատարվեց 2000 տարի առաջ մեզ համար կատարվեց եւ մենք ուրախանում ենք եւ արժևորում ենք այն ինչ որ Աստված մեզ ընծայեց Աստված մեզ համար արեց այս տոնական օրվա մեջ ուզում եմ մի փոքր տեղափոխվենք 2000 տարի առաջ այն գիշերը որ կատարվեց այդ իրադարձությունը որովհետեւ Ղուկաս ավետարանի մեջ շատ Ղուկասը որպես պատմաբան փորձում էր շատ մանրակրկիտ ներկայացնել այս իրադարձությունը ինչպես կատարվեց այս իրադարձությունը եւ Ղուկաս ավետարանի 2-րդ գլխի առաջի խոսքից ուզում եմ կարդամ եւ այն օրերում եղավ որ հրաման դուրս եկավ Օգոստոս կայսրից որ բոլոր աշխարհը գրվի սա առաջին աշխարհագիրը եղավ Կիվրի Սիրիայի կուսակալության ժամանակներում եւ ամենքը գնում էին գրվելու ամեն մեկը իր քաղաքը Հովսեփն էլ Գալիլեայից Նազարեթ քաղաքից գնաց Հրեաստան Դավիթի քաղաքը որ Բեթլեհեմ է կոչվում որտեղ նա Դավթի տանից եւ ազգից էր որ գրվի իր նշանած Մարիամի հետ որ հղի էր եւ եղավ երբ որ նրանք այնտեղ էին նրա ծնվելու օրերը լրացան եւ իր անդրանիկ որդին ծնեց եւ պատեց խանձարուրով եւ մսուրի մեջ դրեց որտեւ այն իջևանում տեղ չկար նրանց համար իրավիճակների բերումով հայտնվել էին Բեթլեհեմում եւ ասում է որ ծնվելու ժամանակը լրացավ եւ տեղ չկար նրանց համար մի փոքր ակնարկեց Գահանե քուրը Տեր Հիսուսի ծննդյան համար որ մարդիկ կան որոնք նախընտրում են իրանց մանուկներին որ ծնունդը լինի ամենահարմարավետ տեղում անգամ երբ որ մարդիկ հնարավորություն ունեն անգամ չեն ուզում որ Վանաձորում ծնունդը կատարվի տանում են Երևան որ Երևանում ծնվի ավելի կոմֆորտ ավելի լավ ավելի սպասարկումը բարձր ավելի լավ բժիշկների վերահսկողության ներքո բայց ինչի Տեր Հիսուսը համաձայնվեց ամենաաննկատ վայրում ամենաանշուք ամենամերժված վայրում որ մեզանից ոչ մեկը չասի դու ինձ չես հասկանա ինքը ամեն բանում ամեն փորձություններ կրելով ամենացածր խավում կարծես թե ծնվելով նա կարող է բոլորին հասկանալ եթե դու կարող ես նախանձել մեկին որ երևացող է նախանձել մեկին որ ավելի ճոխ է իր կյանքի մեջ ամեն բաները Տեր Հիսուսը կհասկանա քեզ եւ Տեր Հիսուսը նախընտրեց այն ամենաաննկատ տեղում ծնվել Արդյոք քո սրտի մեջ տեղ կա նրա համար գրված է որ տեղ չկար նրա համար այս աշխարհը տեղ չունի Հիսուսի համար որտեվ երբ որ Հիսուսին պետքա իր կյանքի մեջ տեղ տա ամենալավ տեղը պետքա տա սրտի մեջ ամենակարևոր տեղը պետքա տա որ Տեր Հիսուսը լինի իր կյանքի գլուխը իր կյանքի մեջ ասողը իր կյանքի մեջ Տերը եւ Թագավորը եւ դրա համար դա է պատճառը որ աշխարհն ուզում է ինքը լինի իր կյանքի Տերը իր կյանքի վերահսկողը եւ ղեկավարը ու աշխարհը Հիսուսի համար տեղ չունի բայց արդյոք Հիսուսի համար տեղ կա քո սրտի մեջ ամեն ուզում եմ շարունակեմ 8-րդ խոսքից եւ այն տեղում հովիվներ կային դաշտում կացող որ գիշերն իրենց հոտերը պահում էին եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նրանց առաջին եւ Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը հովիվներ կային դաշտում ինչի
այդ հայտնությունը չեղավ հրեշտակների հայտնությունը չեղավ, ասենք թագավորին, ինչի չեղավ հոգևոր կազմին, փարիսեցիներին, ինչի չեղավ քահանապետերին, ինչի չեղավ ղևտացիներին, ծառայողներին, ինչի չեղավ, ասենք, այդ ժամանակի հետաքրքիր բիզնեսով զբաղվողներին, մեծահարուստներին, ինչի եղավ հովիվներին, նրա հայտնությունը չեղավ թագավորին, չեղավ կարևոր մարդկանց, նրա հայտնությունը չեղավ ոչ թե որ կարևոր էին, այլ որ իրանց կարևոր էին կարծում, չեղավ ղևտացիներին, ծառայողներին, են քահանաներին, որովհետև իրանց համար իրանց ծառայությունը իրանց աշխարհն էր եւ իրանք իրանց համար ամենակարևոր տեղում էին, չեղավ փարիսեցիներին, որոնք ամենահոգևոր խավն էին կարծվում, չեղավ մեծահարուստներին, որովհետև իրանց ուշադրության կենտրոնում իրանք էին, այլ եղավ հովիվներին, որոնք գիշերը դաշտում էին։ Գուցե ես ու դու մտածենք, ասենք, մի փոքր նախանձով նայենք այն մարդկանց, ովքեր կարևոր տեղում են, ովքեր հարմարավետության մեջ են, ովքեր գիշերն իրանց անկողնի մեջ են անցկացնում, բայց մենք հսկումների մեջ ենք գիշերը, որտեղ ոչ մեկը մեզ չի տեսնում, անում ենք այն ինչ որ պիտի անենք, այն ինչ որ պարտավոր ենք անելու, այն ինչ որ հանձնարարված է մեզ որ անենք ու ոչ մեկը չգիտի մեր մասին, մեր գիշերվա մեջ, մեր ծածուկ խավարի մեջ մենք անում ենք այն ինչը կարևոր է եւ զգոն ենք, հովիվները զգոն էին գիշերը, հսկում էին, որ հոտի հետ մի բան չպատահի, երբ որ դու զգոն ես քո կյանքի մեջ, երբ որ դու ուշադիր ես այն ինչ որ Աստծուց քեզ հանձնարարված է, դու անես դա, Աստված կհայտնվի քեզ։ 9-րդ խոսքում կարդում ենք, որ մի հրեշտակ հայտնվեց նրանց։ Ինչ կատարվեց, մի հրեշտակ, գուցե այս հովիվները կյանքում երբևէ որևէ անգամ հրեշտակ չէին տեսել։ Գուցե Սուրբ գրքի ընթերցանությունից իրանք գիտեին, որ հանկարծ օրինակի համար Սամսոնի հոր ու մորը հայտնվեց մի հրեշտակ, ավետիս տվեց, որ նրանք որդի կունենան, եւ այս պատմություններն իրանք անգամներ լսել էին, ու իրանք համար սա հետաքրքիր մի իրադարձություն էր, որ այս ինչ տեսք ուներ այս հրեշտակը, որ իրանք հայտնվել էր, եւ հանկարծ իրանք էին ականատես հրեշտակի։ Այս գերբնական իրադարձությունը իրանք հետ էր կատարվում։ Եվ գրված է, որ մի հետաքրքիր Աստծո փառքը ծագեց նրանց շուրջը։ Դուք երբ որ Աստծո հետ հանդիպում եք, բառերով ոնց կարող նկարագրեք Աստծո հետ հանդիպումը, այդ ինչ զգացողություն է։ Եվ այս Ղուկաս ավետարանիչն էլ ասում է ծագեց, ոնց արևը կծագի, եւ Աստծո փառքը ոնց կծագի նրանց շուրջը։ Եվ այս Ղուկաս ավետարանիչն ասում է, պարզապես նկարագրում է իրադարձություն, որ ինչպես արեգակը կծագեր, այդ ձև Աստծո փառքը, Աստծո այդ խիտ ներկայության մթնոլորտը եկավ նրանց շուրջ, բոլորը պատեց եւ իրանք 9-րդ խոսքում ասում է, որ եւ հա Տիրոջ հրեշտակը կանգնեց նրանց առաջին եւ Տիրոջ փառքը նրանց շուրջը ծագեց եւ մեծ վախով վախեցան։ Այս վախը, որ նրանց պատել էր, նրանք մտածում էին, այս ինչով մենք առանձնահատուկ ուշադրության արժանացանք, ինչի հենց մենք, կամ գուցե նրանց անկատարությունն էր վախի պատճառ, որ իրանք վախենում էին, որովհետև անցյալից էլ գիտեին, որ երբ որ Աստծո հրեշտակը հանդիպել էր, ասում էին, վայ ինձ, որովհետև Աստծուն տեսա։ Ու հանկարծ այս հրեշտակի հայտնությունը նրանց համար վախենալու պատճառ էր, բայց հրեշտակի արձագանքն ուրիշ էր։ 10-րդ խոսքում կարդում ենք. եւ հրեշտակն ասեց նրանց. մի վախենաք, որովհետև ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդինը պիտի լինի։ Այս հանդիպումը վախի պատճառ չէր, ասում է մի վախեցեք, այլ ուրախացեք, մի վախեցեք, որովհետև ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ։ Ինչպես քիչ առաջ էլ ասեցի, սա ուրախության տոն է, սա ուրախանալու պատճառ է։ Ինչ ուրախություն ունեին, ինչ պատճառ ունեին ուրախանալու իրանք։ Ասում է ուրախացեք, որովհետև այս ուրախությունը ոչ միայն ձերն է, այլ ամբողջ ժողովրդինն է, համայն մարդկության ուրախության պատճառն է սա։ Սիրելի քրիստոնյա, ուզում եմ քեզ ասեմ, դու ուրախանալու պատճառ ունես։ Դու պատճառ ունես, որ զորով մի կերպ զսպես ժպիտդ,
որականջներից չհասնի, մի կերպ զսպես ուրախանալու պատճառ ունես, որն է իմ ու քո ուրախանալու պատճառը, որն է իմ ու քո ուրախանալու պատճառը։ Մատթեոս ավետարանի մեջ մենք կարդում ենք, որ ուրախանալու պատճառը նա է, որովհետև փրկիչ է ծնվելու։ Ուրախանալու պատճառը նա է, որ փրկիչ է ծնվելու։ Երբ որ հրեշտակը Մատթեոս ավետարանի մեջ նկարագրված է, որ Մարիամին հանդիպել էր, ասում էր, Մարիամն էլ այդ ժամանակ վախեցավ, ասավ մի վախեցիր, որովհետև դու կհղիանաս, մի որդի կծնես եւ նրա անունը փրկիչ կդրվի։ Քրիստոս Տեր Հիսուսի ազգանունը չի, թեև նրա անունը փրկիչ դրվեց, որ Հիսուս է, բայց Քրիստոս նրա ազգանունը չի, նրա տիտղոսն է, թե նա ինչ է մարդկության համար, նա օծված փրկիչն է, նա Աստծուց կանխորոշված փրկիչն է, եւ եթե փրկիչ, ինչից պիտի փրկի այդ Հիսուսը, որն է պատճառը, որ պիտի ուրախանանք, որտեղ նա փրկիչ է, եւ ինչից պիտի փրկի այդ փրկիչը։ Մատթեոս ավետարանի առաջի գլուխ 21-րդ համարի մեջ կարդում ենք, որ ասում է, որտեղ նա պիտի փրկի իր ժողովրդին իրենց մեղքերից։ Պաշտամունքի սկզբից են բանաստեղծության մեջ դուք լսեցիք, որտեղ նա պիտի փրկի այն մեղքերից կեղեքված, որ 4000-ամյակ մարդկությունը գերի լինելով մեղքին եւ որևէ մեկը չէր կարողացել մեղքի իշխանությունից դուրս պրծներ, մեղքի իշխանությանը հաղթող գտնվեր, որ մեղքին հաղթեր, որ ամբողջ մարդկությունը մեղքից կեղեքված ապրել էր ամբողջ հազարամյակներ իր ծնունդի սկզբից մինչև Տեր Հիսուսի օրերը, հանկարծ Տեր Հիսուս երբ որ հայտնվեց, նա պիտի փրկեր իր ժողովուրդը իրենց մեղքերից։ Եթե որևէ մեղք քո կյանքի մեջ հալածում է քեզ կյանքդ կրծում է քեզ գերի է բռնել, բարի լուր ունեմ, ուրախ լուր ունեմ քեզ համար։ Նա փրկի չէ, եւ նա պիտի փրկի իր ժողովրդին իրենց մեղքերից։ Որն է հաջորդ փրկության պատճառը, որ նա ինչից պիտի փրկի։ Գաղատացիս առաջի գլուխ 4 համարի մեջ կարդում ենք, որ իր անձը մեր մեղքերի համար տվավ, որ մեզ այս չար աշխարհից փրկի Աստծո եւ մեր հոր կամքի պես։ Տեր Հիսուսը փրկում է մեզ այս չար աշխարհից։ Ինչ է աշխարհի մեջ։ Սուրբ Գիրքը մեզ նկարագրում է, որ ասում է, որ ինչ է այս աշխարհի մեջ, մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ ինչ որ կա աշխարհի մեջ, որովհետեւ ինչ է աշխարհի մեջ, աչքի ցանկություն, մարմնի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանություն։ Եվ սա է ամբողջությամբ աշխարհը, այս աշխարհի արժեհամակարգը, այս աշխարհի նիստուկացը, այս աշխարհի պղծությունները եւ Տեր Հիսուսը հայտնվեց, որպեսզի փրկի մեզ աշխարհից եւ ինչ որ կա աշխարհի մեջ։ Հաջորդ բանը, որից փրկում է մեր փրկիչը մեզ, դա Կողոսացիս առաջի գլուխ 13-րդ համարն է, որ փրկեց մեզ խավարի իշխանությունից, որ փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ։ Փրկեց մեզ խավարի իշխանությունից։ Տեր Հիսուսը փրկիչ է եւ ամբողջ մարդկությունը սատանային գերի եղած էր։ Մենք գուցե չենք գիտակցել, որ մենք գերի ենք սատանային եղել։ Գուցե չենք գիտակցել, որ մենք սատանայի ստրուկներն ենք եղել եւ արել ենք այն ինչ որ իր սրտի մեջ կա։ Ու մեզ համար մեզ թվացել է, թե մենք ազատ կյանքով ապրում ենք, մենք ինքներս ենք որոշում մեր կյանքի լավ ու վատը, ճիշտն ու սխալը, բայց իրականում մենք ապրել ենք սատանայի կամքի մեջ եւ սատանային գերի ենք եղել, որովհետեւ արել ենք սատանայի ասածը եւ ապրել ենք սատանայի ուզածով։ Բայց Տեր Հիսուսը եկավ եւ մեզ ազատեց խավարի իշխանությունից եւ մեզ տեղափոխեց իր լույսի թագավորության մեջ, իր որդու արքայության մեջ։ Ես ու դու Աստծո արքայության մեջ ենք, ես ու դու Աստծո թագավորության հպատակներն ենք։ Մենք դուրս ենք եկել խավարի իշխանությունից եւ տեղափոխվել ենք իր սիրելի որդու արքայության մեջ։ Եվ վերջի պատճառը, որ ուզում եմ ասեմ, առաջի Թեսաղոնիկեցիս նորից առաջի գլուխ եւ 10-րդ համարը։ Եվ սպասեք նրա որդուն երկնքից, որ հարություն տվեց մեռելների միջից Հիսուսին, որ փրկում է մեզ գալու բարկությունից։
Աստված նոր կտականի մեջ ավելի քան 150 անգամ նշված է փրկել բառը։ Եվ ես ընդամենը 5 անգամ չի խոսում այս մասին։ Եվ ամբողջ այս նոր կտականի գաղափարը դա փրկagorցությունն է եւ փրկությունը, որ Հիսուս Քրիստոսը որպես նվեր մատուցեց յուրաքանչյուր մարդու։ Եվ ինչից է նա փրկում։ Նա փրկում է մեզ գալիք բարկությունից, նա փրկում է մեզ դժոխքի դատապարտությունից։ Այս մասին բավականին շատ համարներ կան եւ ես ընդամենը մեկն եմ ընթերցում եւ այս փրկությունը նա փրկում է մեզ գալիք բարկությունից։ Սիրելի մարդ, եթե դու վախեր ունես սրտիդ մեջ, որ մի օր կա, որ դատաստանի օր է կոչվում եւ այդ դատաստանի օրվա մեջ դատապարտություն կա մեղսագործների համար, ուրախության ավետիս ունեմ քեզ։ Տեր Հիսուսը փրկել է քեզ դատապարտությունից, Տեր Հիսուսը փրկել է քեզ դժոխքից եւ մեզ հանելով դժոխքի ճանապարհից դրել է երկնային արքայության ճանապարհի մեջ եւ մեզ հավիտենական կյանքի պարգևն է տվել։ Հովանես Ավետարանի 3-րդ գլուխ 16-րդ համարն ասում է, որտեղ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իր միածին որդին տվեց, որ ով որ նրան հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եվ սա իմ ու քո համար ուրախության պատճառ է։ Մենք ոչ մի բան չենք արել, որ փրկվենք։ Մենք չենք վաստակել մեր փրկությունը։ Աստված այնձև սիրեց, այնքան սիրեց, այնքան պինդ սիրեց մեզ, որ իր միածինը տվեց, որ նրան հավատացողը չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եվ ուզում եմ քեզ բարի լուր ասեմ, երբ որ դու հավատում ես Աստծո տված բարի լուրին, հավատում ես նրան, որին Աստված ուղարկեց երկիր, որպեսզի փրկագնի մեզ, դու հավիտենական կյանք ունես։ Եվ հավիտենական կյանք ունեցողը տխուր մռայլ չի նստի, հավիտենական կյանք ունեցողը կուրախանա։ Դավիթ թագավորը, երբ որ մի անգամ մեղք էր գործել, շատ ծանր մեղք էր գործել, Աստծուն աղոթում էր, ասում էր, իմ փրկության ուրախությունը ինձանից մի վերցրա։ Սիրելի քրիստոնյա, եթե փրկությանը ուրախությունը կորցրել ես, հիշի երկինք ենք գնալու։ Հիշի երկինք ենք գնալու։ Ու քանի որ երկինք ենք գնալու, սա եւս մի ուրախության պատճառ է, որ դու ամեն օր քեզ հիշացնես, ասես երկինք եմ գնալու, երկինք եմ գնալու։ Կյանքի դժվարությունների մեջ ինքդ քեզ հիշացնես, ասես երկինք եմ գնալու։ Քու տարբեր ճնշումների ազդեցությունների ներքո քեզ հիշացնես, ասես միևնույն է երկինք եմ գնալու։ Երբ որ սատանան կփորձի քեզ ճնշի, հիշացնես իրան, ասես երկինք եմ գնալու։ Երկինք ենք գնալու։ 12-րդ խոսքից ուզում եմ շարունակեմ ընթերցումը։ Եվ այս լինի ձեզ նշան, մի երեխա կգտնեք խանձարով պատված եւ մսուրի մեջ դրված, եւ հանկարծակի այն հրեշտակի հետ եղավ երկնավոր զորքի մի բազմություն, որ Աստծուն օրհնում էին եւ ասում. «Փառք Աստծուն բարձունքում եւ երկրի վրա խաղաղություն եւ մարդկանց մեջ հաճություն»։ Ինչ էին անում հանկարծ այս մի հրեշտակի հետ միացավ երկնային հրեշտակների մի զորք։ Մի զորք։ Մենք զորք ասելով գուցե մտածում ենք դասակ կամ մտածում ենք վարժդ, բայց սա զորք էր։ Հրեշտակների մի զորք, շատ կենտրոնացած մի հրեշտակների բազմություն եկել էին եւ այս հրեշտակներն ուրախանում էին։ Եթե հրեշտակներն ուրախանում են, ես ու դու էլ կարանք ուրախանանք, որովհետև սա մեզ համար էին ուրախանում, իմ ու քո համար էին ուրախանում։ Եվ այս հրեշտակները, երբ որ ուրախանում էին, ինչ էին անում, Աստծուն օրհնաբանում էին։ Որն էր նրանց օրհնաբանությունը Աստծուն։ Փառք Աստծուն բարձունքներում։ Աստծուն ասում էին, դու բարձր ես, դու վեր ես ամենից, դու տիրում ես ամենի վրա, քոնն է թագավորությունը, զորությունը եւ փառքը։ Եվ Աստծուն փառաբանելուց հետո հաջորդ բանը, որ գովում էին Աստծուն, ասում էին երկրի վրա խաղաղություն։ Ինչ էր նշանակում սա երկրի վրա խաղաղություն։ Տեր Հիսուսը եկավ մեզ, որ թշնամացած էինք Աստծուն, մենք որ ապստամբել էինք Աստծուց։ Պատկերացրեք, եթե մի ծնող ապստամբի ծնողի կամքի դեմ եւ ասի, ինձ համար այլևս էական չի, դու ինչ ես մտածում, ինչ ես դու ուզում, ինձ համար էական է, ես ինչ եմ ուզում եւ ես ինչ եմ մտածում։ Եվ ապստամբի իր ծնողի կամքից եւ հանկարծ գա մի իրավիճակ, որ պիտի խաղաղություն հաստատվի, խոնարհվի ու ասի, ես համաձայն եմ,
որ դու ինձ համար գլուխ եղնես, դու քո պատվավոր տեղի մեջ ես եղնես իմ կյանքի մեջ։ Եվ մարդկությունը ապստամբել էր Աստծո կամքից, ապստամբել էր եւ գժտություն էր տեղի ունեցել, թշնամություն էր հաստատվել մարդու եւ Աստծո միջև, եւ Տեր Հիսուսը եկավ, որպեսի խաղաղություն հաստատի, որպեսի հաշտեցնի մարդկությանը Աստծո հետ։ Եվ հրեշտակներն ասում էին. «Փառք Աստծուն բարձունքներում եւ երկրի վրա խաղաղություն, երկնքի եւ երկրի միջև խաղաղություն հաստատվի»։ Հաջորդ բանը, որ հրեշտակներն ասում էին, փառք Աստծուն բարձունքներում, երկրի վրա խաղաղություն եւ մարդկանց մեջ հաճություն։ Ինչ էր նշանակում մարդկանց մեջ հաճություն։ Աստված ապստամբած մարդկության մեջ տեսնում էր ապականված մի էություն։ Եվ Ծննդոց 6-րդ գլխի մեջ Աստված ասում էր. այլևս իմ հոգին մարդու վրա չմնա, որտեղ մարդը մարմին է։ Եվ Աստված, որ մարդկության վրա այլևս չէր կարող թողնել իր հոգին, որովհետև մարդը ապականված բնույթ ուներ, հանկարծ երկրի վրա գտնվեց մեկը, որի համար Աստված ինքը հայտարարեց եւ ասեց. ահա իմ սիրելի որդին, որին հավանել եմ։ Հանկարծ գտնվել էր մեկը, որին հավանում էր Աստված։ Եվ սա դեռ քիչ էր, Տեր Հիսուսը սկիզբ դրեց մարդկային տեսակի մի նոր ցեղախմբի, մի նոր մարդկային տեսակի, եւ սա վերստին ծնված Աստծո բնությունը ունեցող, Աստծո էությունը կրող ժողովուրդն էր։ Եվ մենք, երբ որ վերստին ծնվում ենք, Հիսուս Քրիստոսի բնությունն է ծնվում մեզանում, եւ այլևս Աստված կարող է հաճել մեր կյանքին, նայել մեր կյանքին, ուրախանալ մեզանով եւ հաճել մեզ։ Եվ սա էր պատճառը, որ հրեշտակները երգում էին, փառաբանում էին Աստծուն եւ ասում էին. «Փառք Աստծուն բարձունքներում, երկրի վրա խաղաղություն եւ հաճություն մարդկանց մեջ»։ Շարունակության մեջ կարդում ենք. «Եվ երբ որ հրեշտակները նրանցից վերացան, երկինք այն հովիվ մարդիկն իրար ասեցին. եկեք գնանք մինչև Բեթլեհեմ եւ տեսնենք այս եղած բանը, որ Տերը ցույց տվեց մեզ, եւ շտապելով եկան եւ գտավ Մարիամին եւ Հովսեփին եւ երեխային մսուրի մեջ դրված։ Եվ երբ որ տեսան, իմացան այն բանը, որ այս երեխայի համար ասվեցավ նրանց, եւ բոլոր լսողները զարմացան այն բաների համար, որ հովիվները նրանց հետ խոսեցին, իսկ Մարիամն այս բոլոր բաները պահում էր եւ իր սրտում մտածում էր։ Հովիվները ետ դառան, Աստծուն փառաբանում եւ օրհնում էին եւ բոլոր բաների համար, որ լսեցին եւ տեսան, ինչպես որ նրանց ասվեց։ Չեմ ուզում շատ երկարացնեմ, պարզապես ուզում եմ քեզ ասեմ, երբ որ քո կյանքի մեջ դու լույս ես ընդունում, հասկանում ես, որ Աստված քեզ փրկություն ա շնորհել, հասկանում ես, որ Աստված մարդկության համար ուրախ լուր ա տվել, ուրախության պատճառ ա տվել, որն ա քո ռեակցիան։ Արդյոք սրտանց փառաբանում ես։ Եսայ մարգարեն մի տեսակ ժողովրդի մասին ասում էր, այս ժողովուրդը հեռացած եւ օտարացած է ինձանից սրտով եւ Աստծուն գովելը նրանց համար մարդկային պատվիրանա։ Իրանց ասում են երգեք Աստծուն, իրանք էլ երգում են։ Իրանց ասում են Աստծուն պետքա փառտակ, իրանք էլ ասում են դե Աստծուն փառք, բայց սրտի հեռացվածության մասին է խոսում եւ սրտի օտարացածության մասին է խոսում։ Բայց հովիվները ուրիշ բան արեցին, երբ որ իրանք տեսան, իրանք համոզվեցին, որ մարդկության համար փրկություն է ծնվել, մարդկության համար մեծ ուրախություն է ծնվել, իրանց հակադարձ գործողությունը սա էր։ Իրանք սկսեցին փառավորել Աստծուն, նրան, որ բարձունքներում է, եւ իրանք սկսեցին ուրախանալ այն ուրախությունով, որ համայն մարդկության համար ուրախություն էր տվել։ Եվ այսօր ուզում եմ քեզ ասեմ, իմ ու քո համար ուրախության պատճառ կա, եւ արժե որ մենք պատիվ տանք Աստծուն, արժե որ մենք փառավորենք Աստծուն, արժե որ մենք գովենք Աստծուն, երգենք իրան։ Դավիթ թագավորը երբ որ օրհնաբանում էր Աստծուն, չէր մտածում կողքիններն ինչ կմտածեն իր մասին։ Անկամ իր կին իրան հանդիմանում էր, նախատում էր, ասում էր, «Էս ի՞նչ է, քու շնորհքը թագավոր մարդ ես, մի հատ քեզ կարգին պահի, մի հատ քեզ թագավորի պես պահի», ասում էր, «Այն Աստվածը, որ ինձ թագավոր դրեց, նրա առաջին պետքա պարեմ ու ինչ պետքա անեմ»։ Այն Աստծուն, որ ինձ թագավոր դրեց, քու հոր փոխարեն։ Մենք պիտի գովենք Աստծուն ու
Մենք պիտի Աստծուն արժանի փառք տանք։ Ինչ փառք արժե Աստծուն տալ, ինչպիսի փառք արժե Աստծուն տալ։ Մենք գուցե մի քիչ sense համեստ ինչ որ բաներ անենք, բայց պատկերացրա թակավորների թակավորը ընտրելա քեզ, որ իր թակավորության մեջ եղնես, ընտրելա քեզ, որ քեզ հավիտենական կյանքի պարգև տա, որ քեզ ուրախացնի եւ արժե այս պարգև ընդունած մարդիկ կարենան Աստծուն արժանի պատիվ ու արժանի փառք տան։ Եկեք կանգնենք Աստծուն պատիվ ու փառք տալու։ Մենք երկրպագում ենք քեզ մեր թակավոր, պատիվ քեզ, մեծարանք, գովասանք քեզ, մեր թակավոր, դու Տեր ես մեր կյանքերի համար, մենք խոստովանում ենք եւ հոժարում ենք մեր կյանքերը խոնարհեցնել քեզ եւ ասել մենք ուզում ենք ապրենք քո կամքի մեջ, ուզում ենք ծառայենք քեզ, ուզում ենք հավիտենության մեջ այն ուրախությունը, որ տվել ես մեզ, այդ ուրախությունով փառավորենք քեզ, գովերքենք քեզ ու մեծարենք քեզ։ Շնորհակալ ենք սիրելի Փրկիչ։